Նախագահների հանդիպումից հետո էլ Ադրբեջանը չի թուլացնում սահմանային լարվածությունը։ Ադրբեջանական բանակը այս գիշեր կիրառել է ոչ միայն արդեն սովորական դարձած ականանետներ, նռնականետներ ու թուրքական արտադրության հրթիռային կայանք, այլև ծանր հրետանի համարվող D-30 հրանոթ։ Պաշտպանության բանակի դիրքերին արձակվել է D-30 հաուբիցային հրանոթի 4 արկ, հայկական կողմը հակառակորդին լռեցնելու գործողություններ է իրականացրել։ Կշռադատված ճակերտներում որոշում շարունակել այս էսկալացիան միգուցե որակական ավելի բարձր մակարդակով, երբ որ հրետանու եւ տանկերի օգտագործումը կոնցեպտուալ առումով խաղում է համարյա նույն այն դերը, որը որ մի քանի տարի առաջ խաղում էին դիպուկահարների գործունեությունը։ Ադրբեջանական բանակը հրանոթներ է կիրառում, իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շնորհակալություն է հայտնում Մինսկի խմբի համանախագահներին ու Շվեյցարիային խաղաղ բանակցություններին աջակցելու համար։ Ադրբեջանում վաղուց Մինսկի խմբի հեղինակությունը կասկածի տակ դնող քայլեր են արվում։ Հակառակ սրան Հայաստանում համանախագահների հետ կապում են բանակցությունների ու վերջնական խաղաղության հույսեր։ Այնուամենայնիվ, փորձագետների մի մասը կոչ է անում չգերագնահատել միջնորդ համանախագահների դերը։ Համանախագահների խնդիրը ընդամենը կողմերին բերել բանակցությունների։ Նրանց վրա չի դրված խնդիր, որպեսզի դեռ գոնե չի դրված խնդիր, որպեսզի ստիպեն կողմերին, ասենց ասեմ, ուժային ձևերով կամ մեկ այլ ձևերով, նոր խոսում ենք սանկցիաների մասին, այդ ձևերով ինչ որ ձևով գալ լուծմանը բերել։ Չէ։ Էլմար Մամեդյարովը նախագահների հանդիպումից հետո խոսել է շփման գծում միջադեպերը հետաքննող մեխանիզմի ներդրման մասին, նշելով, որ հետաքննող համակարգը ձեռնտու է Հայաստանին։ Ադրբեջանի արտգործնախարարի այս ակնարկը վկայում է, որ դժվար թե Ադրբեջանը համաձայնի համակարգի գործնական կիրառմանը։ Համանախագահների համատեղ հայտարարության մեջ որպես նորություն Հայաստանում առանձնացնում են հենց սահմանային միջադեպերին վերաբերող հատվածը։ Ճիշտ է, եղավ 3 համանախագահների համատեղ հայտարարություն, որտեղ որ իրականում կարևոր էր միայն մի նախադասություն, որը որ խոսում էր նրա մասին, որ կողմերը 2016 թվականին կփորձեն շարունակել աջակցությունը այն Մինսկի խմբի այն գործունեությանը, որը որ ուղղված է շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման։ Ադրբեջանը սահմանին իրավիճակը ծայրաստիճան լարում է տնտեսական բարդ դրության պայմաններում։ Բաքուն այլևս չկարողացավ արհեստականորեն բարձր պահել մանաթի արժեքը։ Նավթի ցածր գնով պայմանավորված տնտեսական ճգնաժամի պայմաններում Արցախյան հակամարտությունը սրելով Ալիևի կառավարությունը դեռ կարողանում է շեղել բնակչության ուշադրությունը։ Սակայն սահմանին իրավիճակի լարումը սպառնում է տնտեսական ճգնաժամին ավելացնել նաև քաղաքականը։ Վարդան Գալստյան, ժամը լրատվական։